Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այսօր ես շատ կարևոր հյուր ունեմ ներկայացնեմ, թեպետ վստահ եմ շատերդ շատ լավ գիտեք, Երևանի Գրողների Միության նախագահ, գրականագետ, մշակութաբան, տասնամյակներ շարունակ հայրենասեր եւ գրականասեր սերունդ կրթած Աբգար Ափինյանն է հյուրս, շնորհակալ եմ պարոն Ափինյան, տեսակապով ինձ հյուրընկալվելու համար։ Ինչպե՞ս եք նախ, պարոն Ափինյան։ Շնորհակալ եմ, լավ եմ։ Այս դաժան օրերին ուրախ եմ, որ իմ դասախոսը լավ է իրեն զգում, բայց գիտեմ, որ ձեր հոգում ինչ է կատարվում, հիմա այդ իրողությունների մասին կխոսենք, անկեղծ ասած, երբ հարցաշարս էի փորձում այսպես կազմել, մտածում էի շատ մեծ սիրով ձեզ հետ կխոսեմ, թե ինչ է կատարվում մեր մշակույթի, մեր գրականության դաշտում, ինչ ստեղծագործություններ են ծնվում, ինչ նոր գրողներ են գալիս, ինչն է հետաքրքրում այսօրվա գրողին, հայ գրողին եւ այլն, բայց ցավոք մեկ այլ թեմաներով այսօր պիտի խոսենք եւ առաջնայինը ուզում եմ հարցս ուղղել հետեւյալի հետ կապված ապրիլ 24-ն էր եւ հայ ժողովուրդը բարձացավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգելու նահատակների հիշատակը, մեր զոհերի հիշատակը 1.5 եւ ավելի մեր զոհերի հիշատակը մարդիկ հիշում էին հայրենազրկման այդ ամբողջ ընթացքը եւ այս ցավի վրա մենք մեկ այլ իրողության ականատես եղանք Պարոն Ափինյան, կա այլևս այն համոզմունքը, տարբեր փաստեր են խոսում այն մասին, որ այս իշխանությունը կարծես թե գնում է հայոց ցեղասպանության փաստի անտեսման, ես շատ ցավոտ բառ պիտի ասեմ, գուցե նաև ուրացման ճանապարհով եւ այն թեզերը, որ նրանք հրապարակում հայտարարում են, շատ նման են թուրքական ժխտողական քաղաքականության թեզերին։ Դուք եւս այդ փաստը նկատել եք, մասնավորաբար օրինակ Նիկոլ Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձը եւ ընդհանրապես նրանց գործողությունները, դուք ինչպես եք գնահատում, պարոն Ափինյան։ Խնդրեմ ձեզ լսում ենք։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այնքան ակնհայտ է ամեն բան, որ նույնիսկ ինչ-որ բան քննելու, ինչ-որ բանի շուրջ մտորելու կարիք չկա, ակնհայտ է։ Պարզ մեր թշնամին մեզ ասում է, եւ մեր կառավարության ներկայացուցիչները նույնը մեզ ասում են, որ պիտի գնանք ուրացման ճանապարհով։ Դա ակնհայտ է։ Բանավիճելու կարիք չկա, մտորելու կարիք չկա, մեր առջև դրված է մի անդունդ եւ ամսի 8-ին, հունիսի 8-ին մենք պիտի կամ մեզ գտնենք մեր հայրենիքում, մեր մասիսով, մեր պատմությամբ, մեր մշակույթով, կամ պիտի ընկնենք ոտի տակ, ոչնչացված պիտի լինի մեր պատմությունը, մեր պետականությունը, ամեն բան, դա ակնհայտ է։ Այնպես որ այստեղ տարակարծության որևէ խնդիր չկա։ Ահա ինչու ես պնդում եմ, որ վերլուծել, քննարկել կառավարության գործունեությունը կարիք չկա, կարծիք հայտնելու կարիք էլ չկա, որովհետև իրենք պարզ ասում են, որ իրենք պիտի ոչնչացնեն մեր պատմությունը, ես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում եմ եւ տեսա թե ինչ այլանդակ ձևով են վերանորոգումը ավարտել։ Քարը կարող էր ընկնել ուղղակի մեր գլխին։ Մենք անցել ենք հենց այն հատվածով, մտել ենք այն հատվածով, որ քարը ուղղակի մի քանիսա դուրս է եկել իր տեղից ու տես տեղ ձևով դրել են այդ սուրբ մեր հիշատակը, սուրբ մեր հուշարձանը այդ վիճակով։ Ուրեմն խնդիրը իմ կարծիքով սա է, որ մենք կարողանանք մեր օրակարգը առաջ բերել, հայրենասեր ուժերը, կուսակցությունները, մտավորականությունը, մենք ունենք փառահեղ մտավորականություն, հիանալի մտավորականություն մենք ունենք մարդիկ, ովքեր հայրենասեր են, մենք ունենք լավ քաղաքական ուժեր, պարզապես իդես ինչն է խանգարում, որ մենք միասին գործենք, հատված, ես վստահ եմ, որ եթե դուք հիմա հարցնեք մեր կուսակցություններին, թե ովքեր են մեր մտավորականները, ոչ մեկը չի ասի մտավորականի 1-2 անուն չեն ճանաչում։ Կուսակցությունները իրար հետ չեն համագործակցում։ Ես իմիջիայլոց ապրիլի 24-ին հենց իմ բողոքը հայտնեցի, որ 10 քանի կուսակցություն, որոնցից մեծ մասը չի մտնելու խորհրդարան, բայց նրանք բոլորը փոշիացնում են ձայները, փչացնում են, այսինքն մեր ժողովրդի կարծիքը մենք չենք իմանալու։ Մենք տեսնելու ենք, թե ինչ վիճակ սարքեցին մեր գլխին
այն կուսակցությունները, որոնք իրենց կոչում են հայրենասեր կուսակցություն։ Իրենց գործն է, ու ես ասացի ամոթ ձեզ, ու հիմա էլ ասում եմ, ձեզ այս զրույցով ասում եմ, իբրև համահայկական գրողների միության նախագահ, դուք սկզբում շեշտեցիք Երևանի գրողների միություն, այդ պաշտոններ եմ ունեցել, բայց արդեն 10 տարուց ավել է զբաղեցնում եմ շատ ավելի պատասխանատու դիրք, որ Սփյուռքի մեր գրողներին է միավորում համահայկական գրողների միությունը, ես նույնիսկ եմ ասում ամոթ ձեզ, որ ձեր ամբիցիաներից վեր կանգնել չկարողացավ եւ ձեր էշտ եք քշում եւ արդյունքը ես շատ մտահոգված եմ։ Ես որ միշտ լավատես եմ եղել, այս ընտրությունների պահով ունեմ իմ լուրջ մտահոգություններ։ Եվ այդ մտահոգությունը, սիրելիս, չի գալիս, ասենք, կառավարությունից, չի գալիս Թուրքիայից ու Ադրբեջանից։ Նրանց դիրքորոշում ինձ հայտնի է։ Ես ասում եմ, մեր հայրենասիրական ուժերի մեջ լիքը ուժեր կան, որ ծառայում են թշնամուն, իրենց կոչում են դեմոկրատ, իրենց կոչում, բայց իրենց գործունեությամբ փչացնելու են ձայները եւ մենք կարող ենք շատ-շատ տխուր վիճակի հանդիպել։ Ուշ չի գալու ժամանակն է եւ գուցե դուք հնչեցնեք այդ ահազանգը, որ պետք է ուշ չի կան։ Մենք, մեր ժողովուրդը պատրաստ է իր ձայնը տալ հայրենասիրությանը, մեր Արցախին պատրաստ է ձայնը տալ, բայց արդյունքը ես շատ վախ ունեմ ու ցավ կա իմ սրտի մեջ, որ տեսնում եմ ասպարեզ մտած գործիչները ինչ աղետալի ընթացքով են տանում մեր նավը։ Շատ մտահոգիչ բան եք ասում, պարոն Աբինյան, Տաղոքի իհարկե նաև այո։ շնորհակալ եմ նաև, որ ինձ վերհիշեցրեցիք համահայկական գրողների միության նախագահ, այո, ձեզ պետք է ներկայացնեի, Այո։ ներողություն եմ խնդրում, բայց դառնալով ձեր հնչեցրած խնդրին, իսկապես մտահոգիչ է, ես իհարկե հարցեր ունեի, պիտի հետո հասնեինք ընտրական գործընթացների այդ փուլին, բայց կուզեմ հետևյալը նախ հարցնել, հա, տարբեր մարդկանց եմ ես հրավիրում հարցազրույցի եւ նրանք այս շեշտադրումը անում են, որ մտահոգված են, որ կային ազգային ուժեր, որոնք պետք է միավորվեին, բայց չմիավորվեցին, բայց անուններ չի տրվում։ Դա եւս խիստ մտահոգիչ է։ Դուք կտաք անուններ, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի, թե այդ որ ազգային ուժերն էին, որոնք իզորու չեղան մի կողմ դնել ամբիցիաները եւ միավորվել։ Սեփական խնդիրները, վիրավորանքը գուցե, որ ուժերին եք դուք ակնարկում, պարոն Ափենյան։ Ես շնորհակալ եմ, որովհետև ես էլ քեզ նման եմ մտածում եւ միշտ որ ասենք մամուլում լինում է հրապարակում, ասում են, չգիտեմ, մամուլում տեղեկություն է հայտնվել այսինչի մասին, եւ անուն տվեք մի հատ։ Հա, Բայց այստեղ խնդրեմ կա, սիրելիս, այստեղ խնդրեմ կա։ Ուրեմն մի 10-ից ավել կուսակցություն կա, որոնցից ոչ ներկայացուցիչին եմ ճանաչում, ոչ անդամներին եմ ճանաչում։ Ուրեմն բուսնել են սնկի պես անհայտ, ես նրանց անունը չեմ կարող տալ։ Ասենք կարող եմ ես ձեզ մոտ տալ ուժեղ Հայաստանի անունը, կարող եմ Ռոբերտ Քոչարյանի անունը տալ, որոնց ճանաչում եմ եւ հարգում եմ իրենց վաստակը, բայց դրանց չեմ ճանաչում, ոչ կուսակցության անունն է ինձ հայտնի, ասին դրանք կասկածելի ուժեր են ի հայտ եկել։ Ու որպեսզի մեր խոսակցությունը ժողովուրդը հասկանա, ես մտավորական եմ եւ պիտի այնպես խոսեմ, որ յուղացին էլ հասկանա ինձ այն ուժը, որը ձեր արժև կդնի Արցախի խնդիրը, ձայները նրան տվեք։ Այդ դրան չէ իսկական հայրենա։ Ես ունեմ իմ չափանիշը, որովհետև ես Հայաստանի թիկունք, Հայաստանի ոգի համարում եմ Արցախը, Արցախի հանրապետությունը եւ ասում եմ, եթե որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ Արցախի խնդիր չի դնում, մեր փառահեղ քաջարի հայրենասեր մեր հանճարեղ հայերի արցախցիների վերադարձի խնդիր չի դնում, իսկ մենք դա պիտի ապահովենք։ Ես չեմ ասում հենց վաղը։ Կարող է դա լինի 3 տարի հետո, կարող է լինի 5 տարի հետո, 1 տարի, չգիտեմ, բայց մենք դա պիտի անենք ու ամբողջ աշխարհը մեր կողմն է, գիտեք, ամբողջ աշխարհը։ Միայն մեր կառավարությունն է արգելք դրել դրա վրա, չենք անելու չենք։ Է դուք մի արեք։ Ես ոչ մեկի թշնամի չեմ։ Ես ասում դուք մի արեք, մենք անելու ենք։ Մենք անելու ենք ու ժողովուրդ ջան, ես հիմա դիմում եմ մեզ լսողներին։ Ես ձեր ցավը տանեմ, հստակ չափանիշ կա այն կուսակցությունը, այն քաղաքական ուժը, որը կմոտենա ձեզ եւ կասի մենք դնելու ենք միջազգային ասպարեզում Արցախի խնդիր, նա էլ հայրենասիրական ուժ է։ Ես չեմ ասում զենք առնենք, հենց այս պայն կռիվ սկսենք։ Ոչ, հայ ժողովուրդը միշտ է եղել խաղաղասեր, մենք աշխարհի ամենախաղաղ ժողովուրդն ենք։ Ես իմ ժողովրդի ցավը տանեմ, շատ լավ ազգ ունենք մենք։ Ամենատաղանդավորը, ամենամեծ մշակույթը, քաղաքակրթության հիմնադիրը մենք ենք։ Ու մեզ բոլորը այդպես են ճանաչում։ Ես վերջերս մի քանի տարի արդեն համահայկական գրողների մասնակցում եմ միջազգային խորհրդաժողովների, բոլորը մեզ պաշտում են, մեր մշակույթը, մենք այդ ազգն ենք։ Բայց նույնիսկ եմ կրկնում,
մենք ունենք Արցախի խնդիր, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց առաջնահերթությունը ոչ թե խաղաղությունն է լինելու, այլ պիտի լինի Արցախահայերի իրավունքի խնդիրը, որը միջազգային նորմ է։ Սա ես չեմ ասում, սա աշխարհի օրենքն է ասում։ Ուրեմն եկեք Հայաստանը չդարձնենք ամոթալի երկիր, որը դուրս է գալիս միջազգային օրենքներից։ Միջազգային օրենքները պահանջում են, որ միջազգային հովանու ներքո Արցախի իմ պաշտերի հայությունը պիտի վերադառնա Ստեփանակերտ, պիտի տեր կանգնի իր վանքերին Արցախում միջազգային ուժերի ներքո։ Վերջ, սա միջազգային սա այն ուժը, որը դա կասի, որտեղ մեծ թշնամի ուժերը Արցախանունը չեն տալիս։ Այնպես որ շատ հստակ կարող ենք տարբերակում դնել, Շատ ասացիք, որ ուժերը, ես ասում եմ, ահա այն ուժը, ով Արցախի մասին չի խոսում, Արցախահայության վերադարձի խնդիր չի դնում իր առջև, նա ծառայում է թշնամուն։ շատ կարևոր բան ասացիք, լակմուսի թուղթ ընդունում ենք Լակոմսի Արցախյան թուղթը, խնդիրը։ այո, ինձ Բայց համար տեսեք, այո, բայց տեսեք Փաշինյանը ինչ է ասում։ Եթե դուք ասում եք հարցը բերում եք մեջտեղ, այդ թվում նաև Ղարաբաղյան խնդիր, Արցախի հետ վերադարձ եւ այլն, երբ որ դուք այդ հարցը ասում եք բերում եք, եւ այն ուժերը, որոնք բերում են, իրենք պատերազմ են ուզում ուրեմն։ Ասում են միայն ես եմ, որ խաղաղություն եմ ուզում, եւ ես փակել եմ այդ բոլոր հարցերը։ Ադրբեջանին եմ տվել Արցախը, ճանաչել եմ Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հիմա ով կխոսի դրա մասին, նա ուրեմն պատերազմաբեր է։ Եվ ես ձեզ ասեմ, պարոն Ափինյան, մարդկանց ուղեղները նա կարողացել է լվանալ։ Համաձայն չեք։ չի կարողացել, համաձայն չեմ դրա հետ, ուղղակի մեր քաղաքական ուժերը ճիշտ չեն աշխատում։ Մ, Ասենք 20-25 հոգով գնում են որևէ տեղ, նկարվում, ասում մենք այսպես ենք, մենք ախպեր ջան, դուք այդ 25 հոգիդ նույն կուսակցության անդամ եք, չէ՞։ Դուք իրար այնքան եք իրարից ձանձրացել եք արդեն։ Արա գնացեք գյուղեր, գնացեք մարդկանց մոտ, ովքեր չեն կողմնորոշվել, օրինակ Դավիթ Բեկ գյուղում, ինձ մոտեցան, քանի որ ինձ միշտ հարց են տալիս։ Անկամ ոստիկանները ինձ կանգնեցնում են, ասում են, պարոն Ափյան, ի՞նչ ա լինելու։ Մեր երկրի մ, վիճակը։ Ու ես ասում եմ, որ մենք պիտի խոսենք, մենք քննարկենք, մարդիկ պիտի գնան գյուղեր, գյուղացիների հետ խոսեն, շատ չկողմնորոշված մարդիկ Դավիթ Բեկում մոտեցել ինձ ասում են, պարոն Ափյան, ինչ անենք, ում ձայն տանք։ Այսինքն ժողովուրդը պատրաստ է, բայց գնացեք, արա, գնացեք մարդկանց մոտ։ Թե չհավաքվել նույն կուսակցությունից 30-ը հավաքվեցին, ծափ տվեցին, այդպես չեղավ, դուք իրար ճանաչում եք, մենք գիտենք, շատ հարգում ենք ձեզ, բայց այդպես չեն աշխատում։ Ես շատ սխալ եմ համարում այդ աշխատավոճը, որ պիտի գնալ մարդու տուն մտնել, պիտի գնալ մարդու սրտի մեջ մտնել, պիտի ձեռքը սեղմել, պիտի գրկել այդ մարդուն։ Պիտի ցույց տալ, որ արցախցիներին պիտի հրապարակ բերել, որտեղ բոլորը տանջված մարդիկ են, դուք չեք տեսնում հերթով մահանում են։ Տանը իմ ընկերս վերջերս գեներալ Արմեն Հարությունյանը առողջ մարդ էր, սրտի ցավից մահացավ։ Արյուծ արծիվ երկրապահ կամավորական միավորման նախագահը, ես նույնպես այդ միության անդամ եմ, մահացավ այո, իմ գեներալ ընկերը, որտեղ չեն դիմանում մարդիկ առանց Արցախի, առանց օդի Արցախի, առանց ջրի Արցախի չեն կարողանում ապրել այդ մարդիկ։ Եվ ձեր հարցին էլ անդրադառնամ շատ կոնկրետ, եթե պատերազմ են հրահրում այդ մարդիկ, ուրեմն ամերիկյան կոնգրեսմեններն են պատերազմ հրա, Ամերիկայի սենատում այդ մասին խոսում են։ Ու միջալոց ասեմ, որ վերջերս որ մենք վեհաժողովում էին, գրողների համաշխարհային վեհաժողովում էին, ու այնտեղ ասում էին, «Էս ի՞նչ է կատարում»։ Ամոթ ձեզ ասում էին, որ ձեր կառավարությունը ձեր օրինական պահանջները չի դնում։ Ու տեսեք, այստեղ չգիտեմ երևում է թե չէ, ես այդ վեհաժողովին մասնակցում էի Արցախի նշանակրծից, Արցախի նշանակրծից, ու բոլորը գիտեին սա ինչ բան է։ Ու ասում էին դուք ճիշտ եք Արցախի հարցում։ Դե գնացեք նրանց պատերազմի հրցիկ, ես ձեն չեմ անել միջայլոց։ Ես երբեք իմ գործընկերների 40 երկրներից մարդիկ էին եկել, գրողներ, հռչակավոր մարդիկ, ես երբեք Արցախի խնդիր, պատերազմի խնդիր իրենք էին խոսում։ մ, Իրենք էին ասում, «Էդ ի՞նչ տեղի ունեցավ ձեզ մոտ»։ Հաստատ դավաճանություն է եղել, իրենք են ասում, ես չեմ ասում։ Ասա ինչ մ, որ մեկը ծախեց, իրենք էին ասում։ Այսինքն աշխարհը գիտի եւ ամոթա որ Հայաստանից որևէ մեկը կգտնվի ուզումա կառավարության անդամ լինի, ուզումա մտավորական, որ հանկարծ ասի Արցախի խնդիր մենք չենք բարձրացրել։ Ոչ այդպեսի բան չկա։ Հենց ամերիկացիները դնում են այդ հարցը։ Իմ գրող գործընկերները դնում են այդ հարցը։ Ես խոսում եմ պոեզիայի մասին, իսկ իրենք Արցախի համար մասին են խոսում։ Այս է իրավիճակը։ Թող ոչ եկե ժողովրդին չխափի։
պատերազմի խնդիր չկա, կա մարդու իրավունքների խնդիր։ Եվ այդ դեպքում, եթե մենք մեզ արժանապատիվ պահենք, մեզ կհարգեն, որովհետև աշխարհը սիրում է իր հողը սիրողին, առավել եւս սիրելի Արմինե, մի բան էլ պիտի խնդրեմ բարձր հրճակենք, որ բոլորը իմանան, մենք մի ոտով արևելքում ենք գտնվում, արևելքում։ Բրյուսովը ասում էր, չէ, որ հայերը սինթեզն են արևմուտքի եւ արևելքի։ Այնպես որ մենք արևելքում ենք հիմա գտնվում, իսկ արևելքում գիտեք ինչն է հարգվում, ինչն է հարգանքի արժանի, ծնողին սիրելը, մորը սիրելը, հայրենիքը սիրելը, հայոց հողը սիրելն է, այ որ դու քեզ տեսնում են, դու քո հողը սիրել, հարգում են։ Բավական է ես ասենք Հայաստանի սահմաններից դուրս։ Ամբողջ օրը ես շփվում եմ օտարազդի գրողների հետ։ Բոլորը Հայաստան են սիրում։ Բավական է ես այնտեղ ասեմ, մենք Արցախ չենք ուզում, կթքեն մեր երեսին, որտեղ իրենք ասում են, Արցախը Հայաստան է։ Այսա են ասում արևմուտքում, այնպես որ պատերազմ հրահրողները նրանք են, ովքեր Արցախի անունը չեն տալիս։ Դրա հետևանքը գիտեք ինչ է լինելու։ Հարձակում Սյունիքի վրա։ Արցախի անուն չտվեցիք, հարձակում Վանաձորի վրա։ Արցախի անուն չտվեցիք, թուրքը մտնելու է Երևան։ Այնպես որ ճիշտ խոսենք, մենք պատերազմը չենք ուզում, մենք խաղաղասեր ենք, բայց մարդը ունի իրավունք, ախպեր ջան, ասենք տուն են կառուցել, իրենց ամբողջ ունեցվածքը թողել են Արցախում։ Պիտի շամփայ անենք, ոչ ախպեր ջան, այդքի բան չկա։ Դա այդ մարդու սեփականությունն է եւ միջազգային օրենքով դա հայ մարդկանցն է, արցախցիներին է։ Այնպես որ Արցախ միջև վերջ, այո, պիտի պայքարենք մեր Արցախի համար, որովհետև աշխարհը մեզից դա պահանջում է։ Ոչ մեկը իմ չափ շփում միջազգային չունի։ Իմ չափ ոչ մեկը չունի։ Ոչ մեկը ինչի ասել Արցախի անուն, ընդհակառակը ասում են մենք Արցախի պատմությունը լավ գիտենք։ Այս է իրականությունը, թող իզուր հեքիաթներ չպատմեն։ Պարոն Ափինյան, դուք ինձ այնքան ուրախացրեցիք եւ եւս մեկ անգամ փաստեցիք, որ Փաշինյանը խաբում է։ Նա ստում է մեր ժողովրդին, ուղղակի կարելի ասել ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ միասին բլոկադայի, տեղեկատվական բլոկադայի մեջ է այսօր մեր ժողովուրդը գտնվում։ Մարդկանց վախեցնում են, սարսափեցնում են, հանկարծ Արցախ անունը տվեցիք, վերջ, ուրեմն պատերազմը մեր գլխին պայթելու է։ Ես շատ շնորհակալ եմ։ Արմինե ջան, մի լրացում կատարեմ։ Խնդրեմ։ Այդ միջազգային խորհրդաժողովում գրողների սիմպոզիում էր գրքի միջազգային տոնավաճառ, ցուցահանդես, մեր ներկայացուցիչը Սուսաննա Ղազարյանը, որը Հայաստանի լավագույն պոետն է երիտասարդների շրջանում, նա էր Հայաստանը ներկայացնում այնտեղ, կարդաց իր արցախական շարքը, բանաստեղծություններ Արցախի մասին, ու դուք տեսեք ինչ հարգանք մեր նկատմամբ, մենք դարձել ենք կենտրոնը այդ խորհրդաժողովում։ Այդ շարքի շնորհիվ, արցախական շարքի շնորհիվ տարբեր երկրների դեսպաններ մոտեցել են Ստեփան Ափիյան, խնդրում ենք եկեք մեր տաղավար, որտեղ ամենաաշխուժը հայերն էին, ամենաբանաստեղծական, ամենատաղանդավոր մենք ենք, եկեք մեր տաղավար, խնդրում ենք, դուք էլ բանաստեղծություն կարդացեք Արցախի մասին, թող մարդիկ լավ զգան, որովհետև Սուսանան այնքան ոգևորված էր իր Արցախի հանդեպ սերը արտահայտում, բոլորը ոգևորվել են, ինչի մասին է խոսքը, աշխարհը մեր կողմն է, աշխարհը մեր կողմն է։ Շնորհակալ եմ այս լուսավոր մտքերի համար, իհարկե սրանք իրատեսական են, ոչ թե այսպես ուղակի երևակայություն էր, այդ դուք իրականությունը ներկայացրեցիք, ինչը ինձ շատ ոգևորեց, բայց տեսեք այդ ֆոնի վրա մենք մեր երկրում ինչ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին աշխատանքից Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրեցի նրա համար, որ նա ԱՄՆ պետքարտուղարին նվիրել էր Արցախի մասին պատմող գիրք։ Վենսին այդ գիրքը նվիրելու համար տնօրենին հեռացրեցին։ Ահա սա հայաստանյան իրականությունն է։ Դուք երևի երջանիկ մարդկանցից եք, որ դրսի հետ եք շփվում, որտեղ ավելի շատ է հայկականությունը փաստորեն, քան Հայաստանում։ Սա մեր ողբերգությունն է, պարոն Ափինյան։ Այդ կապակցությամբ Արմինե կարևոր բան պիտի ասեմ ու պիտի խնդրեմ մեր հեռուստատողները հավաքվեն էկրանի շուրջ, ինձ լսեն։ Կարևոր բան եմ ասում շատ։ Մենք քաղաքական գործիչներ կամ չունենք կամ չի չունենք։ Մենք ունենք քաղաքական խոսիչներ, որոնք ամբողջ օրը խոսում են քաղաքականության մասին, եւ մեկ օրինակ բերեմ։ Ուրեմն 1945 թվականին ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հրեական քաղաքական գործիչները այնքան ակտիվ գտնվեցին, որ ցույց տալով իրենց ժողովրդի կրած վնասները, զոհերը, ունեցվածքի թալանը, որ գերմանացիները արել, հասան նրան, որ ոչ միայն ճանաչվեց ցեղասպանությունը, այլև ունեցվածքը մինչև այսօր 2026 թիվն է։ Գերմանիան
գումար է վճարում այն հանցանքի դիմաց, որ իրենք գործել են։ Ամեն տարի ինչ որ չափաբաժին այդ մեծ հանցագործությունը, որ կատարել են, վճարում է իբրև փոխհատուցում։ Մեզ մոտ ինչ վիճակ է։ 1918 թվականին ավարտվեց առաջին համաշխարհային պատերազմը, որտեղ Թուրքիան ճանաչվեց պարտվող կողմ։ Ինչ արեցին մեր քաղաքական գործիչները դրանից օգտվելու համար։ Ոչինչ։ Գիտեք ինչ, խոսել արդեն ես ձանձրացել եմ այդ խոսողներից։ Եթե մեկը խոսում է, ես նրան գործիչ չեմ համարում։ Քաղաքական գործիչներն մեզ պետք, որ կարողանան այդ խնդիրները տանել առաջ, հարցնենք 1918 թվականին ինչ արեցիք, 19-ին ինչ արեցիք, 2021-ին ինչ արեցիք, 2026-ին ինչ արեցիք այդ հարցերը շտկելով, ոչ մի բան։ Նստած սպասում են, որ հանկարծ Ամերիկան կորոշի, բայց այդպես չի։ Ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան, մեր բարեկամներն են, բայց նրանք երբեք մի քայլ չեն անի Հայաստանի համար։ Հայ քաղաքական ուժերը պիտի դա անեն, բայց այդ քաղաքական ուժերը միկրոֆոնի սիրահար են, որտեղ միկրոֆոն են տեսնում, վազում են, որ խոսեն, եւ աշխատանքը չկա, գործը չկա, այսա է մեր խնդրեմը։ Այսա է մեր խնդրեմ, որ պիտի կարողանանք, եւ ես քո հարցի կապակցությամբ ցեղասպանության թանգարանի մասին խոսեցի, տնօրենի Այո, գործից ազատել, չէ՞։ Ես այո։ հարց եմ տալիս տնօրենին պաշտպանելու համար, ինչ արեցիք, հարգելի քաղաքական խոսիչներ։ Ինչ արեցիք։ Ոչ մի բան։ Այդպիսին եք բոլոր հարցերում։ Դրա համար էլ վիճակը այսպիսին է։ Մի մեղադրեք ոչ մեկին։ Դուք մեր թշնամուն էլ մի մեղադրեք։ Օծին կարող եք մեղադրել, որ նա սողում է։ Շանը կարող եք մեղադրել, որ նա հաչում է։ 8 տարի շարունակ դուք մեղադրում եք օծին, որ նա սողում է։ Օծա պիտի սողա։ Դուք ինչ եք անում։ Հարց է տալիս հայ մտավորականից ես։ Հարց եմ տալիս ինչ եք անում։ Ոչինչ, ոչ մի բան։ Այսա ցավալի իրականություն։ Կարծում եմ պատասխանը կլինի հետևյալը, որ իշխանության ղեկը ստանձնածը ամբողջ լծակները իր ձեռքում են եւ շատ դժվար է պայքարել, հա, եթե հստակ Հայաստանից գնում են մեսիջներ հակահայկական, եթե Հայաստանից գնում են ադրբեջանա-թուրքական թեզեր, եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ուղերձում, հայոց ցեղասպանության օրվա ուղերձում հնչում են հստակ թուրքական թեզեր եւ այնտեղ ընդամենը մեկ տեղ է հիշատակվում հայոց ցեղասպանություն բառը, մեծ եղերն է անընդհատ ասում եւ փորձում է ուղղակիորեն լվանալ Թուրքի արյունոտ ձեռքը, եթե նա գնում է ԵԽԽՎ կամ եվրոպական տարբեր այսպես հարթակներ, Եվրամիության տարբեր այսպես հարթակներ եւ այնտեղից խոսում է հայ եկեղեցուն ուղված սարսափելի զարուրելի հայրախոսություններով եւ նրան լսում են, նրան ծափահարում են, ունկնդրում են, չի ստացվում, պարոն Ափինյան, որ ընդդիմադիր հատվածի ձայնը հասանելի չի դառնում։ Այս Ես մարդը ինքն է համագործակցում ուղիղ կապով նաև Ալիևի հետ ոնց պայմանավորվում են, այդպես էլ անում են։ Սա չի իրականությունը։ Դուք Արմինե ջան շատ ճիշտ ներկայացրիք մեր հայրենասիրական ուժերի տեսակետը։ Դուք շատ ճիշտ ներկայացրեցիք։ Բայց ես հարց եմ տալիս 1915 թվականին, 14 թվականին ինչ էր ասում մեր մտավորականությունը։ Այդ երբ լսեցին մեր կուսակցությունները մտավորականի ձայնը, արևմտահայության ձայնը բարձրացնում էր Գրիգոր Զոհրաբը։ Նա քաղաքական կտակ է թողել, որը մեր քաղաքական գործիչները ոչ մեկը չի կարդացել։ Հովհաննես Թումանյան ամենամեծ քաղաքական գործիչն էր, ինչքան ճիշտ բաներ էր ասում այն ժամանակ։ Ով լսեց նրան, այսօր էլ մտավորականների ձայնը չի լսվում, մեր կուսակցականները ամեն մի կուսակցություն ոնց որ ուզում է դառնա աղանդ, չեմ հասկանում ինչու, դռները փակում են ու կուչ են գալիս այդ փակ տարածքի մեջ։ Այդ փակ տարածքում հարց չի լուծվում։ Հարցը լուծվում է, գիտեք, ես գրականագետ եմ, եւ եթե դուք Արմինե ինձ տակ մեկ պատմվածք եւ ինձ հանձնարարեք, որ վերլուծեմ անծանոթ այդ ես մասնագետ եմ, կարող եմ քաղաքական գործչի համար չկան անլուծելի հարցեր։ Ասենք Արցախի խնդիր չէ, 768 միջոց կա այդ հարցը լուծելու, բայց որպեսզի լուծես, դու պետք է մասնագետ լինես։ Ես գրականագետ եմ եւ կարողանում եմ ցանկացած գրականագիտական խնդիր լուծել։ Դուք քաղաքական խնդիր կարողացաք լուծել։ Ոչ։ Պաշտոն եք ուզում, պաշտոնն էլ հենց այնպես չի գալիս ախր։ Այդ հարցներ կարելի լուծել 8 տարի շարունակ դուք չլսեցիք հայ մտավորականության առաջարկները, որովհետև ես շատ եմ խոսել, արժանավոր մտավորականներ շատ ունենք, հենց ձեր հաղորդաշարի մեջ դրանք բոլորը իրենց տեսակետները, ես չեմ տեսել մեկ դեպք,
որ մտավորականի առաջարկը լսեն եւ այդ ճանապարհով գնան։ Հավաքված են մարդիկ, ովքեր բոլորը նույն բանն են կրկնում, արդեն ժողովրդի համար ձանձրալի է։ Իսկ ասենք մտավորականը նույն բանը չի կրկնում։ Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Հովհաննես Թումանյանը, Իսահակյանը տարբեր բաներ են խոսել, բայց նույն հոնի մեջ հայրենապաշտության հունի մեջ են եղել եւ նորից ուզում եմ կրկնեմ, եթե Գրիգոր Զոհրաբի ձայնը լսվեր, Զոհրաբը իր գրությունների մեջ բողոքում է, ասում է մեկը չկա, որ ինձ հասկանա, Արմինը լսում, սա ողբերգություն է, աշխարհի հանճարեղ մարդը, եթե 1910-ական թվականներին աշխարհի բոլոր գրողներին հավաքեին, Զոհրաբը այնտեղ ամենանշանավորը պիտի գիտեք, միջազգային հանճարեղ միջազգային ճանաչում ունեցող մտավորական, բայց իրեն ճանաչում էին թուրքական պարլամենտում, անգամ իրեն նախարարի պաշտոն են առաջարկել։ Ես լավ գիրք գրեցի Զոհրաբի մասին եւ այդ աշխարհը ինձ շատ լավ ծանոթ է։ Պարլամենտում իր ձայնը անցնում էր, իր խոսքը անցնում էր։ Ադանայի ջարդից հետո Զոհրաբը հասավ նրան, որ ջարդից տուժածներին փոխհատուցում տրվեց։ Թուրքիան ընդունեց իր հանցանքը։ Թուրքիան ընդունել է իր հանցանքը նաև Եղեռնի հարցում։ Գիտեք, Եղեռնի բոլոր պատասխանատուներին հենց թուրքական դատարան մահվան է դատապարտել։ Իսկ մենք ասում ենք Թուրքիան ընդունել է, հայերը չեն ընդունել։ Հայաստանը չի, Թուրքիան ընդունել է ցեղասպանությունը, աշխարհը ընդունել է ցեղասպանությունը, Հայաստանը չի ընդունել ցեղասպանությունը։ Հայ գործիչները ինչ որ խավարի միջով քայլում են, կույրերը առաջնորդում են, չեղավ ախպեր ջան, այդպես չեղավ։ Այս է խնդիրը, որ կան ձևեր ու կան միջոցներ բոլոր հարցերի լուծման։ Այդպես չի որ պիտի լինես մինիստր, ես մինիստր չեմ։ Բայց ամեն օր արտասահմանից ինձ գրքեր, պարոն Նախիջան, իմ գիրքը կտպեք, մի գրող էլ գիրք ա գրել Երևանի մասին, մեկը բանաստություն ա գրել, բոլոր ամբողջ օր ես զբաղված եմ ու կարդում եմ ինչքան լավ աշխատանք է կատարում համահայկական գրողների միությունը, հայրենասիրական։ Ես մինիստր չեմ, մենք աշխատավարձ չենք ստանում, գիտես Արմինե ջան։ Միության անդամներից ոչ մեկը աշխատավարձ չի ստանում, այդ թվում նաև նախագահը, ես Երևանի պետական համալսարան, որտեղ դասախոսում եմ, ստանում եմ 30,000 դրամ, եթե 4 ամիս պիտի տևի, հետո չի լինելու։ Մի խոսքով, բայց այս պայմաններում այսքան գործաներ, որ գրողներն են անում։ Աղավնոն Բերձորը հանձնում էին, քաղաքական գործիչներից ոչ մեկ այնտեղ չէին, հայ գրողները այնտեղ էին։ Հայ գրողները մենք ոչի ենք տալիս, ուժ ենք տալիս ժողովրդին, որ պայքարենք ժողովուրդ ջան, չհանձնենք մեր հողը։ Այս է գրական աշխատանքը։ Այսինքն, պարոն Ափինյան, փաստորեն շատ կարևոր, այնքան կարևոր բան ասացիք։ Փաստորեն դուք կոչ եք անում, ես համարեցի ձեր խոսքը կոչ, ուղղված ընդդիմադիր հատվածի կուսակցություններին, դեմքով շրջվել դեպի ազգային մտավորականությունը, լսել ազգային մտավորականների ձայնը։ Ես ինչու եմ շեշտում ազգային մտավորականներ, որտեղ այնտեղ տարբեր այսպես դասակարգումներ կան։ Կներես Արմինե ջան, դու իմ հարազատն ես, չկան մտավոր հայ ժողովուրդը չի կարող ունենալ 100 մտավորական։ Չի կարող ունենալ։ Մենք մեր թվականակը գիտենք եւ գիտենք որ չի կարող ունենալ։ Հովհաննես Թումանյանի վերնատան անդամները քանի հոգի էին։ 5-6 հոգի չէին, դու բանասեր ես ինքդ։ 5-6 հոգի չէին, Թումանյանը չուներ 160 մտավորական։ Չկար այդ բանը։ Թումանյաններ, Աղայաններ, Շանտներ, Աղբալյաններ, գիտեք, այդ մարդիկ էին։ Այսօր էլ Հայաստանը 1600 մտավորական չունի։ Եվ դուք լրագրողները այդ մեղավոր եք, գիտեք ինչու Մարմինե ջան։ Քո մասին չի խոսքը, դու շատ լավ ես ասում։ Ես եմ իմ մեղքի բաժին ունեմ, ինչպես բոլորս։ Հանուր մասայի մասին է խոսքը, որտեղ ինչքան անգրագետ բութ արարած եք տեսնում դավաճան, խոսեցնում եք, ասում եք գրող մտավորական, այդպես չի։ Նախ գրող չեն մեկ, հրապարակախոս չեն երկու, մտավորական չեն ընդհանրապես 3։ Ամեն մեկին այդ պատիվը մի տվեք, որովհետև մտավորական լինելու համար պիտի մենք մեր փոքր հալով գնանք կանգնենք Թումանյանի, Գրիգոր Զոհրաբի կոշիկների մոտ։ Մենք դա անում ենք։ Համահայկական գրողների միությունը, ես չեմ ասում մենք այդ մակարդակ ունենք, ոչ, մենք համեստ ու լավ մարդիկ ենք, բայց մենք կարողացանք գնալ Թումանյանի տրեխների մոտ կանգնել, Գրիգոր Զոհրաբի կողքին կանգնել, մեր փոքր հալով, նույն ձևով համայնքական գրողների կանոնադրությունը մենք վերցրել ենք Հովհաննես Թումանյանի ստեղծած գրողների միության կանոնադրությունից 1912 թվականին
հայ գրողների կովկասյան ընկերություն ստացեց Թումանյանը, այդ կանոնադրությունով էլ մենք առաջ ահա թե ինչ մեր գործը ստացվում է։ Այս է խնդիրը։ Ամեն մարդ մտավորական չի, մի քանիստ են մտավորական, ազնիվ մտավորական։ Ասլին մտավոր, Պատահի։ ռուսներն էլ ունեն լավ մտավորական, մենք էլ ունենք լավ, Ամերիկայում էլ լավ մտավորականներ կան, այնպես որ այդ քչերին հայտնաբերելու մասին է խոսքը։ Գրողներ, ասում եմ, մի քանի ժամանակից գրողի անուն տվեք, դա էլ չգիտեն։ Եթե դա չգիտեն, ո՞նց են մտավորական ջոկեր, որովհետև Հմ, գիտեք, միշտ գրող մտավորականները դուրս են գալիս ում շարքերից, գրողների։ Միշտ սա հիշեք։ այո, Այո, երաժիշտներ ունենք, շատ սիրում ենք իրենց, նկարիչներ ունենք, բայց գրողն է, որ իր գրքերի էջերի միջից դուրս է բերում շանթանման հերոսներ։ Այս է գրականության վեհությունը։ Դրա համար էլ ասում են գրականություն, գրականության եւ արվեստի չդեմիջ, որտեղ գրականությունը միշտ առաջինն է արվեստի բոլոր ճյուղերի մեջ։ Ահա թե ինչու ժամանակակից գրականությունը շատ կարևոր է եւ մտավորականները շատ քիչ են։ Ամեն մարդու մի կոչեք մտավորական, ամեն համաձայն եմ։ մարդու մի կոչեք գրող։ Այս է իմ տեսակետից, իսկ մտավորականները այսօր հայրենասեր են, բոլոր ազնիվ Միջալոց մենք շատ սերտ միություն ենք կազմել Արցախի մեր գրողների հետ, հրաշալի աշխատում ենք, իրենց գրքերն ենք տպագրում, Վազգենովյանի Փառահեղ հատորը մենք տպեցինք, հիմա տպում ենք Գուրգեն Գաբրելյան, շուտով կտպենք Նանար Սիմոնյան, այնպես որ ու բոլորը մի տեսակետ ունեն, գիտեք, մենք կազմակերպելու ենք արցախցիների վերադարձը մեր Փառահեղ Արցախ։ Այս է մեր կարծիքը միակ չափանիշը մարդուն գնահատելու։ Եթե մեկը ասում է Արցախ չի ուզում, ես փակում եմ իմ հոգու դուռը նրա առաջ։ Նա ինձ համար այլևս գոյություն չունի։ Մարդ է, հայ է, միայն նա, ով Արցախի խնդիրը դնում է։ Պատերազմ ոչ։ Պատերազմ ոչ, առանց պատերազմի ենք դա անում։ Քաղցր, գեղեցիկ, միջազգային ուժերով, մեր ռուս գործընկերների օգնությամբ, մեր իրանցի գործընկերների օգնությամբ, մեր ամերիկացի գործընկերների օգնությամբ, ինչպես տեսնում եք, ես կողմնորոշում չունեմ։ Բոլոր լավ մարդիկ Հայաստանի բարեկամներն են։ Իմիջիալոց ասեմ, այդ սիմպոզիումի ժամանակ հենց որ մեկը հնչեցնում էր Նոյան Տապան, անունը բոլորը ինձ էին նայում։ Որտեղ գիտեմ որ Նոյան Տապան Հայաստան Հրաշալի է։ այդքան սեր եմ տեսել։ Ես Հայաստանում Արմին է, ես չեմ տեսել այնքան հարգանք, ինչ որ տեսնում եմ արտասահմանում, որտեղ այստեղ իշխում է չարությունը, նախանձը Հմ։ եւ ցածր կեցվածքը, շատ ցավալի բան է։ Ամեն, այո, ամեն ինչ այդտեղից է նաև գալիս եւ փաստորեն այն իսկական մտավորականը, որին պետք է ներկայացնեին նաև իշխանությունները դրանում պիտի դա աշխատանք անեն եւ ընդդիմությունը եւ Իրանք բոլորը մեզ չեն համո հակառակն է։ կառավարությունը մեզ չի սիրում։ Դե տեսնում եք, ոնց Մեր կսիրի, չի որ սիրում։ Արցախ եք ասում եւ Այդքան Արցախի հետ այդքան բերման այդքան մասին եք խոսում։ այդքան գործ են կարել, չէ։ Հմ, Մի անգամ միջազգային այդ սիմպոզիումին մասնակցելու համար իմ գործընկերները խնդրեցին գրքեր, որ տպագրվել են կառավարության հովանավորությամբ։ Գիտեք, ամբողջ աշխարհը կառավարության ներդրումը կարևորում է։ Իսկ միշտ հարցնում են, ասում են, պարոն Օբյան, որ դուք եկել եք, ձեր կառավարությունը ինչ է ֆինանսավորել, ինչ է օգնում, ասում են, ոչ մի բան, հմ, խնդրեցին 5 գիրք տանեմ, 5 գիրք, որոնք ֆինանսավորվել են, որտեղ գրված է ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ են լույս տեսել։ Չտվեցին, ես դմեցի 5 գիրք եմ խնդրում, որ աշխարհին ցույց տան, որ մեր կառավարությունը սիրում է Պարուսևակ, Համոսահյան, Արամ Խաչիչի դեմ, էդ էլ չարեցին։ Այս է մեր տեսնում եք, դե հիմա ես ոնց իրավիճակը։ կարող եմ այս պահին չհիշել, ոնց էր Փաշինյանը տրանսգենդերի ֆիլմը ֆինանսավորեց, փոխարենը այդ հսկայական գումարը, ընդ որում ֆինանսավորեց պետական բյուջեի հաշվին, փոխարենը ուղղեր ազգային գործիչներին։ Դե հիմա ես կարող եմ, չէ, ասել, որ նա հակաազգային է, նա թշնամական օրակարգ իրականացնող ղեկավար է, եւ այս Ինքը թուրքական չի, արյունոտ արմենիստի ձեռքերը լվացող ղեկավար է, հա, նրանց պատմությունը ինքը մաքրող։ չափում այդ մարդը անկեղծ եկավ ասաց ես ճանաչել եմ Արցախը Ադրբեջանի կազմում այլ հարցը չենք քննարկում ինքը ճիշտ ասում է այն իր գրքում էլ գրել է այն ինչ ինքը արել է ու պիտի անի ես նորից եմ կրկնում ես պատասխան եմ պահանջում իմ սիրելիներից այն քաղաքական ուժերից այն հայրենասիրական կուսակցություններից որոնք Արցախի խնդիր են դնում ու արդից օգտվում քանի որ դու այնքան լավ պայմաններ ես ստեղծում ես շատ ողջևորվում եմ զրույցի ժամանակ ես շատ հոգնած եմ, բայց երևի չի զգացում, որովհետև համալսարանից եմ գալիս, այնտեղ իմ ուսանողներն էին եկել իմ դասին, 90-ական թվականներին ում դաս եմ տվել։ Այդ Բա թունային ես ինչի չկայի այդտեղ։
Ահա, դե դու զբաղված ես ժուրնալիստիկայով, իրենց աշակերտներին էին բերել, բայց լսարանը լեփ-լեցուն, պատկերացնեք, Հրաշալի։ այնքան գեղեցիկ բայ։ Ես հիշեցի այն սքանչելի տարիները, երբ Լևոն Ներսիսյանի դասին լեփ-լեցուն ամբողջ աշխարհից գալիս էին Լևոն Ներսիսյան, այդպես էլ եկել էին այսօր ինձ լսելու, շատ-շատ բան է, լավ եմ զգում, ոգևորված եմ, տես Հրաշալի է։ հոգնած չեմ, եւ ինչ եմ ուզում խնդրել։ Գիտեք, հենց այս զրույցի ժամանակ անենք դա ու հետո եթե հարգում են իմ խոսքը լրագրողները, քաղաքական գործիչները, չասեն այս իշխանությունը։ Դա շատ սխալ տեսակետ է, որովհետև իշխանությունը Հայաստանում, գիտեք ումա պատկանում, սահմանադրությամբ միայն ժողովրդին։ Չի կարելի ասել սրանց իշխանությունը, չի կարելի։ Իշխանությունը մերն է, հայրինս է։ Իսկ սրանցն է կառավարություն, այո, վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, այո, ազգային ժողովի падգամավորները սրանք ու նրանք են եւ այլն, չէ։ Եկեք ասենք, իշխանություն բառը մի օգտագործեք սրանց մասին։ Եկեք չօգտագործեք, բայց բոլորը դա են ասում։ Իշխանական падգամավոր։ Ինչ ասեմ, այնքան ասացիք իշխանական, ով գալիս է մտնում սկսում եմ ես վրա իշխել։ Սրանք падգամավորներ են, մեր վարձու աշխատողները։ Սրանք մեր падգամը պիտի տանեն ազգային ժողով, բայց սա իշխանություն չի։ Կառավարության անդամը, ասենք ԿԳՄՍ նախարար, իշխանությունը ոչ։ ԿԳՄՍ նախարարը պիտի կատարեր այն հանձնարարությունները, որ Աբգար Ափինյանը, որը 50 տարի է մշակույթի ոլորտում աշխատում է ունի հաջողությունը, այն падգամները, որ ես իրեն տալիս եմ, բայց չի կատարում, չի լսում, չի էլ ճանաչում։ Չեն ճանաչում, այս է խնդիրը։ Ուրեմն եկեք իշխանություն բառ չօգտագործենք սրանց վերաբերմամբ, խնդրում եմ, դուք էլ դա փոխանցեք ձեր գոլեգաներին։ Իշխանությունը ժողովուրդն է, իսկ սրանք կառավարության անդամ են, համաձայն եմ ԿԳՄՍ նախարարը Ժաննա ազգանունը Անդրասյան կարծեմ։ Այնքան չեք շփում, ազգանունը չգիտեմ։ Բան է կամ էկոնոմիկայի նախարար չգիտեմ ով է, падգամավորը չգիտեմ, բայց իրենք են։ Սա իշխանություն չի, իշխանությունը մերն է։ Մենք արդեն նվաճել ենք իշխանությունը։ Իշխանությունը արցախցիներինն է։ Իշխանությունը Դավիթ Բեկ գյուղում ապրող իմ աղբերներին ու քույրերինն է։ Կապանում մենք անընդհատ գնում ենք մարզեր, Կապան, Գորիս, Սիսիան, Դավիթ Բեկ, այդ իշխանությունն իրենցն է։ Ես իրենց ցավը տանեմ։ Ողջունում եմ ժողովուրդ ջան ձեզ։ Ձեր ցավը տանեմ, գալու եք շուտով։ Իշխանությունը ձերն է, նայ, Այո, պարոն Ափինյան, եւ դուք ինձ այնքան ոգևորեցիք, որ ես այսպես բարդ հարցեր կային, որոնք այսպես մտածում եմ, որը ուղղել ձեզ, բայց այդ բարձու աշխատողները ապրիլի 24-ից մեկ օր հետո, պարոն Ափինյան, ապրիլի 25-ին մի խրախճանք էին կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցում, անունը էին քաղաքացու օր, խորոված, տրշտժացող հոտեր, ծուխ, ճենջահոտ, որ նստել էր այսպես մեր քաղաքի վրա, իմ վարդագույն քաղաքի վրա, եւ բացարձակապես չկար այդտեղ հայկականությունը։ Չգիտեմ, դուք ինչ զգացողություններ ունեցաք եւ դա ինչ մեսիջ էր, ամենակարևորը, ինչ էր ուզում նա այդպես ասել եւ մեզ, հայ ժողովրդին, եւ դրսին։ Հա, ապրիլ 24-ից մեկ օր հետո ճենճահոտ Ամիրյան փողոցում։ Խնդրեմ։ գիտեք, երբ որևէ մեկի տանը Աստված հեռու պահի, ողբ է, մարդ է մահացել, հաջորդ օրը քեֆ չեն անում։ Այսինքն նրանք, ովքեր կազմակերպել էին այդ այլանդակությունը, նրանք պարզապես ասացին, որ մենք արհամարում ենք զոհերին, նահատակներին արհամարում ենք։ Սա թշնամանքի ատելության նշան էր։ Ես նշանագիտության մասնագետ եմ եւ այսօրվա դասս էլ համալսարան մեծ նշանագիտություն էր ու ամեն ինչին նայում եմ իբրև նշան։ Սա ատելության նշան էր հարազատ ժողովրդի հանդեպ, այն սուրբ նահատակների հանդեպ, ում մեր եկեղեցին դասեց սրբոց կարգը ոչ մեկը մարդկանոն դա չի անեն։ Եվ գիտեք, երբ որ ասենք այդ մարդիկ այդ սխալ բանը արեցին, ես կուզեի մեր քաղաքական ուժերի կողմից հակակայլը տեսնել։ Գիտեք ինչից եմ դժգոհում։ Մեր բոլոր հայրենասիրական ուժերը սպասում են, որ կառավարության անդամներից մեկը մի վատ բան անի, իրենք արձագանքեն։ Ախպեր ջան, նախաձեռնությունը վերցրեք։ Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը։ Մի բան դուք արեք, թող ձեզ արձագանքեն։ 8 տարի է սպասում եք, որ կառավարության որևէ անդամ մի վատ բան անի, եւ դուք այդ վատ բանին արձագանքեք ու հերթով գալիս են 160 падգամավոր, սկսում են քննադատություն, ձեր քննադատություն ոչ մեկին պետք չի։
այդ քննադատելով դուք ուժեղացնում եք այս վարչակարգը։ Ես շատ դժգոհություններ ունեմ, որտեղ երբ մարդ անդադ բողոքում է, կողքից նայող ասում է, այս ինչ թույլ մարդ է, անընդհատ բողոքում է։ Բայց երբ մեկը նախաձեռնությամբ է հանդես գալիս, Արմինե ջան, ասենք մի նոր բան անում, մի նոր գործ է սկսում, չէ, ասում են, այս ինչ տաղանդավոր, այս ինչ լավ կազմակերպիչ է, այս ինչ լավ գործիչ է։ Ես ոչ մեկից չեմ բողոքում, այսօր էլ ոչ մեկից չեմ բողոքում։ Ես երբեք չեմ ասում, ինչ վատն ես դու օծ սողում ես, կամ չեմ ասել երբեք ու այսօր էլ չեմ ասում, ինչ վատն ես դու շուն, հաչում ես, ախպեր ջան, մեկը միշտ իմացեք, շունը պիտի հաչա, օծը պիտի սողա, օծը պիտի կծի։ 8 տարի ասում եք օծ ինչ վատն ես սողում ես։ Նա ուրիշ բան անել չի կարող։ Այ դուք ինչ եք անում։ Ես հարց եմ տալիս ձեզ, ուր է ձեր նախաձեռնողականությունը, ուր է ձեր քաղաքական տաղանդը, ուր է ձեր իմացությունը հայ քաղաքական մտքի պատմության, չէ՞ որ Հայաստան ունի քաղաքական մտքի փառահեղ անցյալ։ Ես երկուսի օրինակը տվեցի, բայց 12-ը կավելացնեմ։ Գրիգոր Զոհրաբի անուն տվեցի, որ քաղաքական կտաճ է թողել, որը չի կարդացել ոչ մի կուսակցական գործիչ Հայաստան, ոչ մեկի չի կարդացել։ Թումանյանի անուն տվեցի, որ մեծագույն քաղաքական գործիչ է, մեծագույն քաղաքական։ Ինքը իր զորք է ստեղծել մեր լոռեցիներից, ես էլ եմ լոռեցի, զորք է ստեղծել եւ իր զորքը առած Հովհաննես Թումանյանը իր զորքը առած շրջում էր ադրբեջանական գյուղերով եւ ադրբեջանցիները տեսան, որ Թումանյանը մարդ չի սպանել, բայց զորքը առած յուղ վրա նստած հրացանը շրջում էր ադրբեջանցիները գալիս խնդրում են, ասում են Հովհաննես Թումանյան ջան, մեր գյուղին ձեռք չես տա, չէ, ասում էր ձեռք չեմ տա։ Այս է հայկական քաղաքականությունը։ Իսկ երբ դու գնաս խնդրես, ասես հարգելի թուրք, խնդրում եմ ինձ մի մորթիր, նա ցեղդ կվերացնի։ Թուրքիի հետ պիտի շփվել, զենք առած, զորք առած, ձյուրա նստած, ոնց որ իմ պաշտերի ամենահայոց բանաստեղծան գնալ ու շրջում էր գյուղերով մեկ ու ադրբեջանցի մոտենում Հովհաննես Թումանյան ջան, մենք քեզ շատ հարգում ենք։ Մեզ ձեռք չես տա, չէ, մեզ չես մորթի, չէ։ Իդեպ որ Թումանյանը մահացավ, ադրբեջանցիների շատերը լացում էին Թումանյանի համար։ Վրացիները, ադրբեջան թուրքերը հարգում էին Թումանյանին, որտեղ ինքը մեծ մարդ էր, իսկ աշխարհը, հատկապես արևելցիները, ես բնավորությամբ արևելցի եմ, Արմինե, արևելքում սիրում են մորդ սիրիր, ծնողից սիրիր, հողդ սիրիր, փասիվ ու նամիս ունեցիր։ Հենց որ դու դա չունեցար, ասում են թեքեմ քո վրա։ Այս է արևելքի օրենքը։ Իսկ մենք այսօր արևելքում ենք, շրջապատած ումով մեր 4 կողմը արևելցի ժողովուրդներ, պարսիկները, ադրբեջանցիները, թուրքերը, բոլորը մեզ նայում են։ Սա թող նկատի ունենան։ Հայրենասեր եղեք, հայրենասեր կլինեք, Արցախի հարցը կբարձրացնեք, ձեզ կհարգեն։ Չեք լինի, Արցախի հարցը չեք բարձրացնի, ձեզ կարհամարեն։ Ամեն մի նոր զիջումից հետո պահանջելու են ավելին։ Եթե այսպես շարունակվի, մի օր էլ կասեն, որ մեր Երևանը տալիս եք մեզ, Սևանը Արդեն ասում են։ Արդեն ասում են։ Այդ օրը գալու է, ինչու ամսի 8-ը ճակատագրական օր է լինելու։ Կամ ապրելու ենք մեր փառահեղ, մեր պաշտերի Հայաստանում Մասիսի հովանու ներքո, կամ էլ վերջ ենք տալու հայոց պատմության։ Այս է իրականությունը։ Ես կարող եի այստեղ փակել, ասել, որ ավարտում ենք մեր հարցազրույցը, բայց ոչ, ես դեռ Կարի չավարտենք, մի չխոսենք։ Ես էլ հիացմունքով լսում եմ ձեզ, պարոն Ափինյան ջան, եւ շատ շնորհակալ եմ ձեր այս խոսքի եւ նաեւ բերված փաստերի օրինակների մասին եւ շատ կարեւոր է, այո, դուք գտնում եք եւ ճիշտ եք գտնում եւ տեղին է ձեր խոսքը, որ օրակարգ թելադրողը ցավոք այս վարձու աշխատողներն են, որոնք իսկապես մեզ օրն են թելադրում, ամբողջ օրը իրենք ինչ արեցին, ինչ կերան, բաժանվեցին, ամուսնալուծվեցին, հետո միացան, ամբողջ օրը իրենց օրակարգն է, ինչ պերաշկի կերավ, թե կուկուրուզ կրծեց, հետո այդ փոքր բրոշկեն հայկական մակետը առած պտտվում տարածում է, ինքս դեմ եմ եւ նույնիսկ մեր լրատվամիջոցում էլ աշխատում եմ հնարավորինս քիչ ցուցադրել նրա այդ խայտառակ այդ այսպես կոչված քարոզչությունը, բայց ամբողջ մթնոլորտը քաղաքական լցված է, ճիշտ եք, իրենցով է լցված, որտեղ չկա հակառակ կողմի ավելի ակտիվ գործողությունները։ Այո, հուսամ, որ մոտենում է շուտով քարոզչական շրջանը, ավելի կակտիվանա ընդդիմությունը։ Ես ուզում եմ դա անդրադառնանք իմ եւ ձեր շատ սիրելի Արցախին։ Արցախը մաշվում է մեր աչքի առաջ։ Արցախը քանդվում է։ Արցախի հազարամյա եւ նաեւ վերջին տարիների կառուցված հզոր տաճարները
հողին են հավասարվում ադրբեջանական բուլդոզերների այդ հոսքի տակ եւ ամեն օր մենք զարուրանքով մի նոր լուր ենք լսում, թե ինչ նոր մի ավեր եղավ, սրանք վերացնում են մեր հայկականությունը, տարածաշրջանում են, հայկական հետքն են վերացնում, պարոն Ափինյան, սա ոչ թե մեկ-երկու ինչ-որ բան քանդելով հարց է լուծում, մեր հետքը, բնիկության, մեր հայերիս հետքը տարածաշրջանում ոչնչանում է։ Հիմա եկեք դառնանք ինչ է արվում։ Այս վարձու աշխատող, այսպես կոչված իշխանությունը Այո, կառավարությունը, չարձագանքեց կառավարությունը, Այո, իշխանությունն ներողություն է։ կառավարությունը չարձագանքեց, ասեց Փաշինյանն ասում է, ես այդ հարցը միջազգային հարթակ չեմ բարձրացնելու։ Երբ որ ավերեցին մի քանի օր առաջ Ստեփանակերտի այդ հրաշք տաճարը, վստահ եմ եղել եք այնտեղ եւ Իհարկե, մոմ իհարկե, էլ վառած կենեք, հազար ինչպես անգամ բոլորս, եղել այո։ ենք, հազար անգամ եղել ենք։ Եվ ահավոր այդ ապրումների հետ միասին միանում է այդ սարսափելի ցավը նաև կրկնապատկվում է, երբ երկրի այսպես կոչված ղեկավարը ասում է ես բան չունեմ ասելու այդտեղ։ Հիմա պետք է մենք հասկանանք, լավ, ո՞նց ենք անելու, բա մենք ինչ անենք, ո՞նց անի են ազգային հատվածը, ո՞նց ես օրինակ շատ կուզենայի, որ լսեի նաև մեր մտավորականության կոչը, աշխարհին ուղված, ձայնը աշխարհին ուղված։ Մեկ օրինակ բերեմ, վերջերս Հիսուսի արցան այսպես գլխիվար գցել էին Իսրայելի զինվորները, մեծ աղմուկ բարձրացավ աշխարհով մեկ, դատապարտեցին այդ քայլը, քրիստոնեական աշխարհը դատապարտեց, նույն արևմուտքը, եւ անգամ հասավ բանը նրան, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ներողություն խնդրեց կատարվածի համար։ Այո, Հայկական ավեր է մեր աչքի առաջ, Արցախում լռություն է համատարած, աշխարհն էլ է լռում։ Հիմա դրանում աշխարհն է մեղավոր, մենք ազգային հատվածը, թե այդ վարձու աշխատող կառավարիչները։ Ինչ է կատարվում, կասեք։ շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Գիտեք, իրենց կարծիքը չեն թաքցնում կառավարության անդամները։ Հայաստանի կառավարությունը պարզ ասում է, ես այդ հարցը չեմ բարձրացնում։ Ահա, իրենց տեսակետը մենք իմացանք։ Ադրբեջանի կարծիքն էլ գիտենք, նրանք ամեն ինչ անելու են, որ վերացնեն հայկական հետքը։ Եվ ես նորից ասում եմ, մենք հայ ժողովուրդը իր գործը պիտի անի։ Այստեղ նորից բախվում ենք նույն խնդրին, խոսելուց դենը ոչ մի բան չի արվում։ Կարելի է, չէ, ասենք մեր կուսակցությունները, ազգային ժողովի падգամավորները լուրջ, չէ՞ որ իշխանություն այդ հայրենասեր падգամավորներինն է։ Մենք ազգային ժողովում թիվը չգիտեմ, գուցե դու ասես քանիսն են հայրենասեր падգամավորներ, բայց բավականին թիվ են կազմում։ Նրանք իշխանություն ունեն, դա պետական բարձր պաշտոն է։ Ու երբեք մենք չենք իրենց ասում իշխանություն, բայց իշխանությունը մեր ձեռքին է։ Այդ մարդիկ պիտի կազմակերպեն միջազգային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, դիմեն, գնան, խոսեն, այդ ոնց է համահայկական գրողների միությունը, որ ասացի, մենք ոչ մի միջոց չունենք, աշխատավարձ չենք ստանում, բայց ասենք մեր միջազգային աշխարհի նշանավոր գրողներից մեկը բանաստեղծություն է գրել նվիրված Արցախին։ Ու ինքը ասում է, դուք վախենում եք խոսեք Հայաստանում, ինքը դրսում ազգությամբ ոչ հայ, օտարազգի գրողը Արցախի մասին բանաստեղծություն է գրել։ Ու պիտի գործ անեն։ Եթե չգիտեն ինչ անեն, թող կապվեն մեզ հետ, մենք իրենց ցույց տանք, օգնենք, աջակցենք, գործը պիտի արվի, աշխատանքը պիտի արվի, աշխատանքը չի արվում։ Կանգնում են, քննադատում են։ Դրանից ոչ մի օգուտ, Արմինե ջան, հավատացում եմ, զրո արդյունք։ Կամ սпасել, որ աշխարհը կարձագանքի, աշխարհը երբեք չի արձագանքի, երբեք չի արձագանքի, որովհետև աշխարհը փոխած է։ Մի բան դու պիտի անես իր համար, մի բան նա անի քեզ համար։ Եվ այդ պատճառով էլ բարեկամական կապեր հաստատեք աշխարհի նշանավոր գործիչների հետ, Ռուսաստանի կառավարական օղակների հետ, Իրանի հետ, Ամերիկայի հետ։ Տեսնում եք, ես տարբերություն չեմ դնում, բոլորը մեր բարեկամներն են, բոլորը, բացի Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորը մեր բարեկամ, մեր լավն են ուզում։ Սիրում են Հայաստանը, սիրում են Նոյանտապ, գործ արեք, դիմեք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, դիմեք մշակութային միջազգային կազմակերպ, դիմեք ՄԱԿ-ին, մի անգամ արձագանք չի լինի, երկրորդ անգամ կլինի, բացառված է որ չլինի, բայց դրա համար պետք է սիստեմատիկ աշխատանք, ջանադիր աշխատանք։ Ահա դուք տեսնում եք, որ հայկական կողմը ոչինչ չի անում։ Ես այդ օրինակը մեր զրույցի սկզբում բերեցի, հրեա քաղաքական գործիչները հասան նրան,
որ Գերմանիան վճարեց տուգանք, ռազմատուգանք այն հանցանքների համար, որ ինքը գործել է 1918 թվականին, Թուրքիան պարտված էր անեիք, գործեիք, ցույց տայիք, հաշվեիք, թե քանի բանկ են թալանել, քանի ոսկի են գողացել, քանի մարդ են սպանել, անգամ կոշիկները հանում էին թուրքերը Եղեռնի տարիներին։ Մեր պալատները, որ մենք սարքել ենք Արևմտյան Հայաստանում, բոլորը վերցրեցին, գողացան, թալանեցին, դրանք արժեք ունեն։ Արել եք, անեիք, այսա աշխատանք է, որը չեն արել ու չեն էլ անում։ Բայց ես հուսահատ չեմ, ես ասում եմ, աշխատենք կլինի, ուշ չի, Ման ժամանակ ունենք, Ափինյան, իսկ շատ ժամանակ ունենք։ մտավորականները կարող էին գոնե հայտարարությամբ կոչ աշխարհին հիմա էլ ուշ չէ, որովհետև ամեն օր մենք բան ենք կորցնում, ամեն օր մենք մի հոգևոր ժառանգություն ենք կորցնում։ Գուցե պետք է համախմբվել, դե համախմբվելն էլ որն է, հենց թեկուզ համահայկական գրողների միությունը։ Կոչ աշխարհին։ Ուրեմն բացահայտեմ գաղտնիքը։ Աշխարհում ոչ մի կոչ ոչ ոք չի կարդում։ Ոչ մեկը չի կարդում։ Դրանք դատարկ բաներ են եւ երկար տարիներ գործ անելու անընդունակ կազմակերպությունը կոչեր են հղում աշխարհին։ Աշխարհում այդ կոչերը չեն ոչ ոք չի կարդում եւ դա ոչ մեկը բանի տեղ չի նել։ Կոնկրետ, ասենք գործ ունենք Դիմել իրավական ասենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, պարոն Ափինյան։ այո, դե դրա համար պիտի մեր հայրենասիրական ուժերը, падգամավորները, մտավորականների հետ միասին, ասենք կազմակերպեն դիմումը կոնկրետ, քան մեզ ճանաչում են։ Պարոն Մեզ Ափինյան, իսկ աշխարհում դուք կդիմեք, կներեք, ես իսկ ես դուք մեծ փորձել եք ես դիմել, ը, ասենք այդ ազգային ուժերին, այդ որպեսզի ազգային ձեր հետ այդ միասին շատ ճիշտ է, դա հնարավոր է, բայց մեր կողքին գոնե մի հատ падգամավոր պիտի կանգնի։ Այս է խնդիրը, որովհետև մենք իշխանության կողքին ենք, մեր իշխանության հայրենասերների կողքին ենք։ Ոչ մի անգամ չի եղել, որ որևէ падգամավոր, որևէ գրողի հետ մի գործան չի եղել համագործակցություն, ոնց որ իրար հետ չեն կարողանում աշխատել, այդպես էլ մտավորականների հետ չեն կարողանում աշխատել։ Այս է խնդիրը։ Հիմա ժամանակ կա, ուշ չի, կարող ենք ուշ աշխատել։ չի, Մենք իհարկե, պատրաստ ենք, բայց դա պետք է շատ կորուստ դրա ունենք համար անում։ պիտի լինի գործակցություն։ Ոչ մի մենակ մարդ այս աշխարհում ոչինչի չի հասել։ Այո, Բայց եթե երկու հոգի միանում են, արդյունքը լինում է, այս է խնդիրը։ Եկեք ոչ թե երկուսով, 12-ով միանան։ Հիսուս Քրիստոսի աշակերտները քանիստ էին, աշխարհը վերափոխեցին, չէ՞։ մ, Աշխարհը վերափոխեցին։ Իսկ պահանջել, որ մեր մտավորականները, որոնցից լավագույնները մեկ-մեկ իմ ընկերներին կանչում եմ միջոցառման, ասում են պարոն Ափյան, հավատացեք 150 դրամ չունեմ տնից դուրս գամ։ Սա է մեր վիճակը, արի ես պարզ բացատրեցի։ Այն հայրենասեր գրողները, ում գրածները մեր ոսկե ֆոնդում մնալու է հայ գրականության, նրանք այդպեսի պատասխան են տալիս ինձ։ Ծայրահեղ ծանր վիճակում են։ իսկ Ծայրահեղ քպեական ծանր։ падգամավորները 1 միլիոնից ավելի Այո, պարգևավճարներ են այո։ ստանում մեկ Հա, ամսում։ իսկ պաշտոնյաները 9 միլիոն, 10 միլիոն Այո, փողեր են Հայաստանում։ Բայց արդյունքը դուք տեսնում եք, զորոգործ, բայց ես հուսահատ չեմ։ Ճանաչ, ես լավատես եմ, ուշ չէ, ժամանակ կա։ Եվ այս ընթացքում կարելի է լավ աշխատել, իրավիճակ փոխել, որովհետև նորից եմ կրկնում, այս իրավիճակը ինձ շատ մտահոգում է։ չի կարող Նախաձեռնող սա շարունակվել, պարոն այո, Ափինյան։ սա չպիտի շարունակվի, բայց ես վստահ եմ, որ մեր զրույցը չեն էլ լսելու։ Այս Ես է ցավը։ համոզված եմ, որ կլսեն։ Մեր Տասված որ լսեն, հանդիսատեսը կլսի, այո, պարոն միասին Ափինյան։ միասին գործենք, իրավիճակ կփոխենք։ Հիմա վիճակը ծայրահեղ վատ է։ Հիմա մենք մոտենում ենք անդոնդին, բայց կարող ենք շեղել ընթացքը դեպի վերելք, դեպի հաղթանակ։ Հուսանք, որ ձեր ասածը կլինի, պարոն Ափինյան, եւ ես շատ շնորհակալ եմ ձեր այս խոսքերի համար։ Ձեր նաև ասում եք կոչերը չեն օգնում, բայց այս դեպքում հուսամ, որ կօգնեն, կհասնեն հասցեատիրոջը մեր ազգային ընդդիմությանը։ Դեպ մի միտք ասեցիք, մենք իշխանության հետ ենք համագործակցում։ Ես ուզում եմ անպայման մեր ունկնդիրներին հասցնեմ, որ իշխանություն ասվածը ԿՊ-ական իշխանության մասին չէր խոսքը։ Թե չէ Այո, հանկարծ ուրիշ բան մենք կհասկանային, պարոն իշխանություն Ափինյան։ ունենք։ Այո, բոլոր Արցախ ճանաչողները, Այո, Արցախի պատգամավորները մեր իշխանությունն են։ Ես իրանց ցավը տանեմ։
Եվ այսպես եզրափակենք այն հույսով, որ մենք էլի պիտի հանդիպենք, ձեր խոսքը շատ կարևոր է, մենք հաճախ պիտի ձեզ հաճախ պիտի եթեր հրավիրեմ, հենց թեկուզ այս ձևաչափով, պարոն Աբինյան, մինչև հունիսի 7-ը դուք ձեր խոսքով անելիք ունեք, այնպես որ ձեր պարագայում խոսքը շատ կարևոր է, թող գործեն քաղաքական գործիչները լսելով ձեր խոսքը։ Ես շատ շնորհակալ եմ, եթե կա ամփոփիչ խոսք, խնդրեմ եւ ավարտենք։ Միայն շնորհակալ եմ, որ դուք բարձրացնում եք ազգային խնդիրներ, ամենակարևոր հարցերն եք դուք արծարծում, շատ շնորհակալ եմ։ Ձեր մեջ խոսում է Երևանի Պետական Համալսարանի հայրենասեր շրջանավարտի սանի բարոյական մաքուր բարձր ու ազնիվ ոչին։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ իմ շատ սիրելի եւ հարգելի դասախոս։ Հուսամ, որ կհրավիրվեմ նաեւ Այ այն անպայման։ դասախոսությանը, որտեղ հավաքվել են համալսարանականները 90-ականների։ Այ 90-ականների երեխեքս եկել են։ Այո։ Շատ հրաշալի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւ ինձ մնում է հիմա պարոն Ափինյանին դարձյալ ներկայացնել, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողին, որ ես տեսակապով զրուցում էի Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ, մշակութաբան, իմ շատ սիրելի դասախոս, շատ ուսանողների սիրելի դասախոս, համալսարանականների ես կասեի պարոն Ափինյան, մեր հարգարժան Աբգար Ափինյանն էր հյուրս, լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։